Ինչ-որ հաղորդագրության մեջ հրամցվել է, թե սպասել էր այնքանով, որ 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունը զավթված է, դա նշանակում է Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանությունների տարանջատման սկզբունք, չկա արդարադատության համակարգ, կա Նիկոլա Ստրուկ համակարգ, որը հպատակեցվել է պարգևավճարներով, SMS-ներով, թուրք-ադրբեջանական ազդեցության գործակալներով եւ ոչ միայն ազդեցության, այլ ուղիղ գործակալական ցանցի միջոցով։ Մեր պետությունը զավթված է, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները չունեն իրավունքներ եւ ազատություններ, եւ այն քաղաքացիները, ովքեր թույլ տվեք այս բառը օգտագործեմ, կհանդգնեն իրացնել այդ իրավունքները, այսինքն ինչ ասել է իրացնել իրավունքը, կխոսեն իրենց երկրում տեղի ունեցողի մասին, կցանկանան ապրել Հայաստանի Հանրապետությունում, կցանկանան պայքարել թուրքերի դեմ, ովքեր ուզում են ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը, այնպես ինչպես ոչնչացրեցին իրենց դրածո Նիկոլի օգնությամբ եւ Նիկոլի միջոցով Արցախի Հանրապետությունը։ Իրենք խստագույնս կպատժվեն Նիկոլի լեքսիկոնով ու բառապաշարով, ասֆալտ լիզելով, բորջուր լիզելով, ասֆալտին փռվելով, կալանավորվելով, իր ոնց էր ասում, իր վնգստացող դատավորների կողմից եւ Նիկոլա Ստրուկ իրավապահ համակարգի կողմից։ Դուք ասացիք հաղորդագրություն, Հայաստանի Հանրապետությունում շատ վաղուց չկան քրեական գործեր, որովհետեւ այդ բոլոր քրեական գործերը ուղղորդվում են բացառապես քաղաքական հրահանգավորմամբ եւ խնդրում եմ ուշադրություն դարձնեք, անգամ երեկվա իբր քաղաքական բանավեճ կոչվածի ընթացքում այդ դավաճան Նիկոլը միայն մի բան էր անում, ասում էր թե ով եւ ինչքան ժամանակով են նստելու եւ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ պարբերաբար իր հեռախոսներ օգտագործում նաեւ այդ ժամանակ, թույլ տվեք նաեւ կասկած հայտնեմ, հիմնավոր կասկած հայտնեմ առայն, որ այդ հեռախոսի միջոցով իր ամենաանադեկվատ պահերին հանձնարարականներ էր տալիս SMS-ով, ինչպես ինքը սովոր է, թե ում երբ պիտի բռնեն եւ ում պիտի ցուցադրական պատժի ենթարկեն, ցույց տալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ հանգիստ վերընկեք տեղները, ձեր պետությունը զավթված է եւ Նիկոլը գնում է ապամոնտաժման Հայաստանի Հանրապետության ապամոնտաժմանը։ Տիկին Կրչյան, նախորդին Արմեն Աշոտյանը Էդվարդ Շարմազանովի հետ 168-ի տաղավարում ուղիղ մեկնաբանում էր մեծ, այսպես կոչված բանավեճը, ցուցակների առաջին համարների եւ բավականին սուր քննադատություններ էր հնչեցնում։ Սա զուգադիպել է նրա այս կողմից այս քննադատությունը եւ այս պահին նրա ձերբակալությունը, թե հնարավոր է, որ փոխկապակցված լինեն։ Որևէ բան այս պետությունում զուգադիպությունների միջոցով չի իրականացում եւ զուգադիպություն չէ, այո, դա եւս նպաստել է, դուք պատկերացրեք այդ հոգեխանգարմունքի վիճակով դուրս է եկել, վստահ եմ իրեն զեկուցել են կամ բանավեճից հետո անգամ նայել է պարոն Աշոտյանի մեկնաբանությունները իր անձի վերաբերյալ եւ իհարկե հերթական անգամ տվել հանձնարարությունը, ընդ որում այս անգամ ավելի կատաղի, որովհետեւ ինքը 2 տարի Արմեն Աշոտյանին պահել է ապօրինի կալանքի տակ, 2 տարվա ընթացքում Գետ մեկ վկա, մեկ փաստաթուղթ, մեկ կիսա ապացույց ուղակի կամ անուղակի, ինչպես ուզում եք ձևակերպեք, չի հայտնաբերվել Արմեն Աշոտյանի դեմ, չկա այդ օբյեկտիվ իրականության մեջ Արմեն Աշոտյանի դեմ նախորդ գործով որևէ ապացույց եւ 2 տարի նստացրեցին այդ մարդուն, հետո ասեցին դե կարող ես գնալ տուն։ Հիմա ցույց են տալիս մեր հասարակ Արմեն Աշոտյանի նկատմամբ, Հանրապետական կուսակցության այլ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումներ եւ թույլ տվեք ես ընդհանրացնեմ ասելով, որ բոլոր ընդդիմադիրների ու ոչ միայն ընդդիմադիրների երեխայի կալանք, կանանց քաղաքական բանտարկյալներ դարձնելը եւ բոլորի վրա քրեական գործեր կարելը մի նպատակ ունի ցույց տալու, որ այդ հանրային դիմադրությունը, որ այս 8 տարի ինքը կոտրում է եւ չի կարողացել կոտրել, որտեղ հայ հասարակությունը դիմադրում է Նիկոլին, ինքը ուզում է այդ դիմադրողականությունը կոտրի։ Ցույց է տալիս, որ Հանրապետական կուսակցության փոխնախագահային մի անգամ չէ, 10 անգամ ապօրինի կալանքի կտանեմ, 10 անգամ ապօրինի կձերբակալեմ եւ որևէ մեկը ոչինչ անել չեք կարող։ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը իրենց քաղաքացիական կարծիքն արտահայտվելու համար մարդկանց ապօրինի ձերբակալել էին, դրանից հետո արդարացվել են մարդիկ, ամիսներ շարունակ անցկացրել էին բանտում, հիմա նորից ասում են էլի կանցկացնեք բանտում, իրենք բոլորիս համար ունեն ընդամենը մեկ պլան եւ ծրագիր՝ վերացնել հայերին Հայաստանի Հանրապետության հետ միասին։ Շնորհակալություն,